Սիրավատացյալներ մի երկու հայտարարություն, որից հետո կարող եք սկսեմ։ Նախ շաբաթօրը մենք ունենք սուրբ եւ անմահ պատարագ, ժամը 10:00-ից, որովհետեւ մեր եկեղեցու հիմնադիրներ Թադեոս եւ Բարտոմեոս առաքյալների հիշատակության տոնն է, եւ վերջում այսօր խնդրում եմ շուրջ փախչեք։ Վերջում մեր Գևորգ Քեզրիթենց ընտանիք եւ Նավինգյոս ընտանիքը մատաղ պատրաստել եւ այսօր վերջում եկեղեցու պատարագի ավարտին օքյանստից հետո կբաժանվի ձեզ ճաշակելու եւ նաեւ ձեր աղոթքներ ակնկալող ընտանիքների համար։ Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբով։ Չվախենաս, ես բռնել եմ քո աջ ձեռք եւ քեզ հետ կգամ ամեն ուր որ դու գնաս։ Սա Աստծո խոսքն է, որ Եսայի մարգարեն մեզ տվեց։ Ամբողջ Աստվածաշունչը, եթե մենք նայենք նման զորակցող խոսքեր շատ կա։ Ես քեզ հետ եմ լինելու, ուր էլ որ դու գնաս, եթե գետի մեջով անցնես, ջրեր քեզ չեն խեղդի, կրակի մեջով անցնես, կրակը քեզ չի այրի, որովհետև ես քո կողքին եմ։ Եվ քեզ պահպանում եմ։ Եվ յուրաքանչյուր գիրք եթե մենք բացենք, ապա այնտեղ մենք շատ կտեսնենք նման խոսքեր։ Ասեմ ավելին, ամբողջ Աստվածաշունչը, եթե մենք փորձենք հանել մի վախեցիր բառը, ապա կտեսնենք, որ 365 անգամ այն կրկնվում է, ասես ամեն օրվա համար տարվա Աստված չի զլացել եւ գրիչների միջոցով տարբեր տեղեր զետեղել է մի վախեցիր բառը։ Իսկ մի վախեցիր նաև նշանակում է վստահիր, որովհետև չվախենալը քիչ է։ Մենք կարող ենք չվախենալ տարբեր տարերային երևույթներից կամ չգիտեմ մարդկանցից, բայց չվստահենք նրանց։ Սակայն երբ որ խոսքը գնում է մարդ եւ Աստված հարաբերությունների մասին, մի վախեցիրը, որ ուղղվում է մարդուն, ինքնին նաև իր մեջ բերում է վստահություն։ Որովհետև Աստծուն միայն պետք չէ հավատալ, ձեզ շատ եմ ասել դա, այլ Աստծուն պետք է վստահել։ Վստահել կյանքը, վստահել փրկությունը, ճանապարհը, որ գնում ես, որ անցնում ես։ Այս ամենը վստահության միջոցով է լինում։ Երբ ես փոքր էի, առաջ անգամ ծանոթություն Աստծո հետ տեղ ունեցավ Մարիափորում։ Մորակուրս Էջմիածնում էր ապրում եւ ես փոքրիկ 5-6 տարեկան տղա մայրիկիս հետ գնում էինք եւ երբ որ առաջի անգամ մտանք տաճար, մայրս ասաց լուր կմնաս։ Եվ ես չգիտեմ ինչու լուր մնացի, որ սովորաբար երբեք նման բան չէր լինում ուրիշ տեղում։ Եվ ինձ թվում էր, որ այնտեղ անկյուններում, սյան ետևում և կամ Խորան բարակում ետևում, ինչ-որ մի բան կա զորավոր, սակայն և չէի հասկանում։ Դպրոցում էր դասարանում մի տղա կա, հայրենադարձի թոռ էր, ինչպես ասում ենք աղբարի թոռ։ Եվ երբ որ խոսք գնաց Աստծո գոյության մասին ինչ-որ մի առիթով, երկրորդ դասարան էինք, ես ասեցի Աստված չկա, որովհետև Գագարինը թռել է և վերևը տեսել է, որ Աստված չկա։ Ասես չէ, մեմը, այսինքն տատս, մեմը սկսե, Աստված վերևում չի։ Աստված մեր մեջ է։ Լռեցի, որովհետև չհասկացա։ Բայց մնաց մեջը, սարմատավորված։ Հետագայում արդեն չեմ անընդունելու ժամանակ, որ քիչ թե շատ արդեն հավատքի լուսարձակումները կարող են իմ մեջ, բայց չէի հասկանում ինչ է եւ ում վստահ ես ինչի համար։ Աստվածաշունչ չէի կարդացել երբևիցե, ավետարանը բացեցի առաջի անգամ երբ որ ինձ պատժեցին, չեմ արանում ես պետք է արտագրել այդ ավետարանը եւ դժվար է, բառերը չէի հասկանում։ Չէի հասկանում ինչ է գրված այնտեղ։ Եվ գիշերը, քանի որ այն ժամանակ մեկը քահանատեսուց չունեինք, ավակ լսարանի տղաների հետ բարձրացանք տաճար Սևանում, մթի պատկերացրեց, եւ իրենք ժամերգություն արեցին։ Եվ ես զգացի այն նույն զգացումը, ինչ որ ունեցել է 5-6 տարեկանում մեր տաճարում,
Ես հասկացա, որ այնտեղ վարակուրի հետևն է։ Հետո ես հիշեցի դասարանցուս ասածը եւ հասկացա, որ այստեղ է։ Եվ վերջում խնդիրներ կային, մտածումներ, եւ ես մտածեցի, երևի թե լավ կլինի, չհասկանալով, որ վստահեցի Տիրոջ ամբողջության, որ այդ երևի թե ինքն էլ կորոշի ինչպես պիտի։ Եվ շուրջ 23 տարի քահանայագործում եմ, եւ չեմ դադարում վստահելուց։ Խնդիրները, որոնք որ շատ ավելի են, քան կարելի է պատկերացնել, ցեն ժպտացող պայծառ, որ տեսնում եք մեկ եւ կամ մշտապես ներսում այդպես շատ խնդիրներ կան, մտածելու շատ բաներ կա։ Ամեն ինչի մասին, մարդկանց եւ չգիտեմ հազարով մի։ Սակայն հայերը մի լավ խոսք ունեն, ասում են, գցել եք Աստծո փեշերին եւ ապրում։ Այդտեղ վստահությունն է խոսում։ Վստահություն Աստծո նկատմամբ, որովհետև իրականության մեջ այդպես էլ պետք է լինի, որովհետև այսօրվա ավետարանը, որ ընթերցեց Սարգսակը, հենց դրա մասին էր խոսում։ Ասում են, նայեք թրջունների, ոչ մանի մասին չեր մտածում, բայց պահում են։ Իսկ դուք, որ պատկերն ու նմանությունն եք կրում, դուք, որ Աստծո սիրուն եք արժանացել, դուք, որ Աստծո արյամբ գնված եք, որքան առավել ևս։ Ես ինչու եմ սա այս ամեն ասում այսօր, որովհետև մենք ամեն օր բախվում ենք խնդիրների հետ, եւ մեզ համար դրանք երբեմն անլուծելի են դառնում, մենք չենք կարող տակից դուրս գալ, որովհետև մենք ամբողջությամբ այդ ամենը կապում ենք մեր սեփական ուժերի հետ, մեր հոգսի հետ, մոռանալով, որ Աստված ասեց հոգս անելով արդյոք քո բոյի վրա մի փոքր դիզ կարող ես ավելացնել։ Եվ նման շատ եւ շատ բաներ։ Մենք ամեն անգամ փորձում ենք մեր կյանքը դասավորել այնպես, ինչպես մենք ենք ուզում, ինչպես մեր կարողություններն են թույլ տալի եւ կամ թույլ չեն տալի։ Եվ պարտադիր, եթե չի ստացվում, մենք նեղանում ենք Աստծուց։ Որովհետև ես ուզում եի աղոթեցի եւ չտվեց։ Ես շատ էի ցանկանում եւ չստացա։ Բայց արդյոք դա է մեզ պետք։ Արդյոք մենք միջև վերջ վստահեցինք Աստծուն։ Արդյոք իրականությունը դա է, դրա համար են գալիս եկեղեցին։ Ես ասել եմ, չեմ օգնելու ասելուց, որ այստեղ մենք գալիս ենք մեկ այլ բանի համար, ոչ նյութականի։ Անցած անգամ էլ ասացի, եթե մենք գալիս ենք այստեղ Աստծուն փնտրելու, բայց միջև այդ Աստված մեր հոգում չներ, ինչպես ընկյոջս մեմն էր ասում, որ այնտեղ չի, այստեղ է։ Եթե այստեղ չեղավ Աստված, ոչ տանը կլինի, ոչ եկեղեցում կլինի, ոչ բակում կլինի, ոչ միտեղ էլ չի լինի։ Իսկ եթե ինքը այստեղ եղավ, վստահությունը լինելու է, սերը դիմացի նկատմամբ լինելու է, մեր հասարակությունը այսօր շատ դաժան է դարձել, անտարբեր ամեն ինչի նկատմամբ, դիմացի սքի եւ կամ տխրության նկատմամբ, եւ դիմացին ուրախության նկատմամբ, որը շատ ավելի կարևոր է, որ անտարբեր չլինես, որովհետեւ իրականության մեջ եթե ուզում եք իմանալ ուրիշի հետ սքալը հեշտ է։ Հուզառատ է մարդը։ Մենք էլ որ գնում ենք արարողություն կատարելու, թաղման կարգ անելու, մենք էլ ենք ուզում նրանց հետ վերաբրում եւ ապրոման գցում ենք։ Այ երբ որ ուրախությանն ես դու անկեղծ ուրախանում, դա արդեն վկայություն է այն բանի, որ քո մեջ սեր է կա այդ մարդու նկատմամբ։ Երբ որ դու նրա ուրախությունը քոնն ես համարում եւ անկեղծ ուրախանում, սա ոչ թե նախանձում ես։ Դա նշանակում է, որ իրոք այո, Աստված էստեղ է։ Մենք ամեն անգամ գալիս ենք, ասես վեր գտած Աստծուն, վերստին մեր մեջ վեր գտած։ Բայց գնում ենք եւ ինչ որ մի օր շաբաթվա ընթացքում եւ կամ անմիջապես դռնից դարպասից դուրս գալուց հետո մենք դնում ենք, որ էլի դատարկվեցինք։ Պարզապես երևի թե մեզ ծեր է դարիքից։ Ձեռնետու է։ Որովհետև հակառակ դեպքում, եթե Աստված մեր մեջ է մշտապես, մենք շատ պարտավորություններ ենք ստանձնում։ Մենք պետք է
է սիրենք, պետք է հոգատար գտնվենք, պետք է ներենք, որը երբեմն մեզ մոտ չի ստացվում, որովհետև մեր էգոն, եսը ամենաբարձր տեղում է նստած։ Իսկ մեզ դա ձեռնարկում չի։ Լինել ներող եւ հասնող։ Գիտեք, եկեղեցի գալով Կիրակի օրը պատարագին մասնակցելով, հաղորդվելով, քրիստոնյա չեք դառնում։ Դա վկայական չի, որ դե գրած ունի քրիստոնյա, ոնց որ մեր անձնակի մեջ գրված է հայ։ Ուզում ես լավ հայ եղիր, ուզում ես վատ հայ եղիր, ուզում ես դավաճան եղիր, միևնույն է հայ ես, ծնվել ես, գենային կոդով դու հայ ես։ Քրիստոնյան այդպես չի։ Քրիստոնյան տեսակ է, կենցաղավարություն է, կյանքի միջոց է, չգիտեմ, հոգու վիճակ է, ամեն ինչ, բացի արձանագրված փաստաթղթային ինչ-որ մի բանից։ Այն որ գալիս մկրտվում ենք այստեղ ավազանում, ուրախանում ենք, որ քրիստոնյա ենք, դա սկիզբն է։ Նա պետք է աճի։ Դա նույն բան է, որ մենք սերմը ցանենք, տեսնենք, որ աճեց, մոռանանք ու գնանք։ Իսկ այսօր մենք մեր զավակներն այդպես են գիրևի թե դաստիարակել։ Եվ կամ գուցե մեզ են սխալ դաստիարակել են ձև, որ այսօր մենք բախվում ենք այդ իրականության մեջ, որ մենակ ցանած վիճակով ենք քրիստոնյալ, ոչ թե աճած վիճակով։ Որովհետև այս ամենը տեղի ունի մեզ հետ մեր մեջ սերն է եւ վստահությունն է Աստծո նկատմամբ պակաս։ Հասկանում եք, առաքյալին ասեց արի։ Եվ մտածի արի։ Եվ առանց մտալ ջրի վրով քայլեց։ Ոմանք կասեն դա հավատ եւ թերահավատության հետ է կապված։ Այո։ Ես էլ կասեմ վստահություն էլ կարող է։ Վստահություն Աստծո խոսքի նկատմամբ։ Քայլեց մարդը ջրով վրայով քայլեց։ Հենց թերահավատ գտնվեց, վստահությունը կորավ, սկսեց սուսրել։ Նստած ձուկ են բռնում աղբերներով հոր հետ, ասեց եկեք։ Հերիքա, ես ձեզ մարդու ոսորդ եմ դարձնում, եկեք։ Չհարցեցին ու ինչի համար, ինչքան փող կունենան, իսկ հաց կուտեն, տուն, զգեստ կունենան, վերքացին գնացին, վստահեցին։ Ինչքան այդպիսի կանչեր են լինում օրվա մեջ մեզ ուղված, Աստծուց, բայց միշտ շնորհավորված բնականաբար մարդու միջոցով։ Ասում ենք արի, ինչ կա որ գամ, ինչի համար, իսկ որ գամ լավ կլինի, հետո որ գամ ոնց եմ հետ գնալու, սանք, երբ որ ինչ-որ մի հրավ է ստանում ենք ինչ-որ մի տեղ, ցանկացած, այդ հարցերը մեր մոտ առաջանում են։ Ավելին ասեմ, երբ որ որևիցե մեկի հետ շփվում եմ եւ փորձում եմ ասեմ, որ պետք է գաս եկեղեցի, դառնա ասեմ, որ մկրտվել ես քրիստոնյա ես դարձել, ծննդով այդպես ասած, վիճակը պետք է զարգացնես, բնականաբար, իսկ լավա լինելու գործերս, իսկ պրոբլեմներս կլուծվեն, իսկ ես մյուսը։ Մենք նյութականացնում ենք քրիստոնեությունը, հասկանում ենք, գուցե դու չէ, մյուսը չէ, մեկը չէ, ես չէ, մյուսը չէ, բայց ընդհանուրս նյութականացնում ենք քրիստոնեությունը, դրա համար պտուղներն էլ չենք տեսնում, իսկ քրիստոնեությունը նյութ հետ կապ չունի, քրիստոնեությունը հոգու հետ կապ ունի, մեր հոգու վերածնունդն է, մեր հոգու փրկությունն է, սա է քրիստոնեությունը։ Երբ որ Քրիստոս ասաց հոգ մի տանի, մենք պետք է վստահենք։ Երբ որ Քրիստոս ասաց, որ սիրիր դիմացինին, մենք չպետք է նայենք տեսնենք, թե ում պետք է սիրենք։ Երբ որ ինքը ասում է, հենց ներես քեզ ներելու է, մենք չպետք է կասկածենք։ Այդ վստահությունը մեր մեջ մենք պետք է ապրենք։ Չկա վստահություն, չկա հավատք, մոռացեք։ Հավատքն ու վստահությունը այս պարագային եւ ընդհանրապես քրիստոնյայի կյանքում շատ միաձուլված են, չգիտես որտեղ է սկսում նա եւ որտեղ ավարտում մյուսը։ Եթե չկա վստահություն Աստծո նկատմամբ, այդ հավատքը կոչվում է կեղծավորություն։ Իսկ ով է ուզում կեղծավորել, ոչ ոք։ Ով է ուզում իր օրերը դատարկ անցնել, ոչ ոք։
Մենք պետք է սա հասկանանք սիրելիներս։ Եվ այստեղ որ եկել ենք ոչ միայն հաղորդություն ստանանք, որ մեր մեղքերին փոխություն լինի, այլ մենք պարզապես վստահությամբ եկել ենք, որ մենք այստեղ փոխվելու ենք, նոր մարդ ենք դառնալու։ Ամեն անգամ աստիճանով մի փոքր վերև ենք բարձրանալու, մի քիչ էլ, մեղքերով հանդերձ, որովհետև այնուամենայնիվ Աստված մեզ սիրում է, մեր մեղքերով էլ հանդերձ, առանց մեղքերի էլ։ Միևնույն է ինքը սիրում է եւ վերջ։ Եվ մենք պետք է վստահենք այդ սիրուն եւ ինքներս այդպեսին փորձենք դառնալ։ Որ մարդուն սիրենք ոչ թե նրա համար, որ ինքը ինչ-որ պաշտոն ունի, որ ինքը ինչ-որ բան կարող է մեզ համար անել, ուղղակի պարզապես զուտ նրա համար, որ ինքը կա։ Զուտ նրա համար, որ անձի մեջ ես կարող եմ Աստծուն տեսնել։ Ուրիշ ոչ մի բան։ Միայն դա վերցնենք ու սիրենք վերջ, դժվար է բան չասեցի։ Եթե սիրես պետք է ներես, պետք է հանդուրժես, չգիտեմ, հազարումից է։ Բայց եթե մեր երեխաներին մենք կարողանում ենք սիրել, մեր կնոջը կամ ամուսնուն, հորը, մորը, որդուն, չգիտեմ, բարեկամին, ապա ինչն է խնդիրը, որ դիմացին մենք չենք կարող սիրել։ Այստեղ կարծեմ երրորդ գաղափարը։ Հավատք առ Աստված առանց վստահության անիմաստ է, իսկ առանց սիրուն են երկուսը իրար հերթին են անիմաստ։ Եվ այդպես եթե նայում ենք ամեն ինչ այս քրիստոնեության մեջ փոխկապակցված է զուտ են բանի համար, ոչ թե որ մեր կյանքը դժվարացնում, ոչ։ Եթե Քրիստոս ուզում մեր կյանքը դժվարացնել, կասել, հələ փորձվեք մի պատվիրան չկատարեք։ Երբ որ հարցեցին, որ պատվիրանն է կարևոր, չասեք դες բան։ Հրեաները մորթում են իրենց հետևորդներին, ասում են, փորձվեք չկատարեք, հələ փորձվեք անանուխի տուրքը չտակ տաճար, հələ Աստված ձեզ կպատժի։ Քրիստոս դες չասեց, այս որ չանես դու մեռնելու ես, չէ։ Ասեց ընդհակառակը, որ սիրես ապրելու ես։ Սա է քրիստոնեություն սիրելի բարեկամներ։ Մենք պետք է սիրող լինենք, մեկս մյուսին, վստահող լինենք Աստծուն, և դրանով քիչ թե շատ կմաքրվենք։ Գուցե ոմանց համար վիրավորական հնչի, բայց ես կասեմ դա, վրաներս մարդաշնորհք կգա, այն մարդաշնորհքը, որ Աստված ի սկզբանե տեսավ, ստեղծեց, արարեց և ասեց զիբարի է և օրհնեց այն։ Շնորհ տի առնոր Հիսուսի Քրիստոսի եղեցին ձեզ սիրում։